Ասում եմ օրենս դրական դրույթը վկայակոչեք, թող է ժողովուրդը, զինվորականները բոլոր ծանոթանան։ Ուրեմն Ջանագիրյան, ես ձեզ նախազգուշացնում եմ, որ առանց դատարանի դատավորի նախագահ դատավորի թույլատրությամբ դուք իրավունք ունեք ելույթ ունենալու առավելևս դատարանի նախագահին հարցեր տալ։ 10 րոպե ձեր ժամանակ սերսունի գրական գործի լուսաբանման համար համապատասխան տեղեկատվություն տալու համար, որից հետո դադարեցրեք լուսանկարումը և տեսաձայնագրությունը, իսկ մագնիտոֆոնը կարող է ձայնագրել։ Պարզ է։ Պարոն Խաչատրյան, ուրեմն ոչ թե ես հարց եմ տալիս, այլ ես ուզում եմ ձեզ, չէ, չեմ խանգարում, ընդհանրապես ուզում եմ, որպեսզի դուք ինձ բացատրեք, դատարանը պետական մարմին է, դատարանը որևէ գործողություն անելիս պիտի հիմնվի կամ սահմանադրության, կամ որևէ օրենքի դրույթի վրա։ Հիմա դուք ասում եք կարելի է նկարանել ընդամենը 10 րոպե։ Ես ձեզ խնդրում եմ, որպեսզի ոչ թե ես հաստամ դուք պատասխանեք, այլ ասեք, թե որ օրենքի, որ դրույթի հիման վրա եք դուք այդ որոշումը կայացնում։ Դատարանի որոշումները պիտի լինեն հիմնավորված, պատճառաբանված, էլ չեմ ասում հասկանալի եւ այլն։ Ուրեմն մեկ անգամ ևս բացատրեմ ձեզ Ջանգիրյան, որ դատարանը պարզաբանումներ չի տալի կողմերին, եւ երկրորդ նորից նախազգուշացնում եմ ձեզ, որ առանց նախագահի թույլատվության դուք իրավունք չունեք ինքնուրույն ելույթներ, հարցադրումներ, պարզաբանումներ պահանջել նախագահ դատարանին։ Դահլիճում գտնվող անձանց հորդորում են դատարանը պահպանել կարգ ու կանոն։ Ես ձեզ խնդրում եմ հանգիստ նստեք, որևէ խնդիր չկա։ Ամեն ինչ պարզ, ամեն ինչ հասկանալի է, որևէ բան էլ մի սպասեք։ Հանգիստ նստեք։ Ջանգիրյան, ես ձեզ ևս մեկ անգամ նախազգուշացնում։ Որ դատարանը դատական սանկցիա, դուք իրավունք չունեք դահլիճին լինել, դահլիճին համապատասխան դատարան, ես խնդրում եմ առիթ ստեղծել Ջանգիրյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու համար։ Ես այդ առիթը ձեզ չեմ տա։ Դատարանն է ձեզ խնդրում է, Վճռաբեկն էլ մեկ երկու բացառությամբ ուղղակի վարույթ չի ընդունում։ Գիտակցում եք արդյոք թե վերջի ինչ է լինելու այդ խախտումների ու անհիմն դատապարտումների ճակատագիրը, դրանք որտեղ եւ ինչպես են լուծում ստանալու։ Չէ՞ որ ի զորու չլինելով լուծել ներպետական դատական ու իրավապահ համակարգում, դրանք ուղղակի ուղղորդում են մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Լուծումների այլ ձևերի ու եղանակների մասին ձեր չուշեք։ Մի խանգարեք, խնդրում եմ։ Բացարձակ որևէ անակամներ տալու պիտակներ կպցնելու որևէ անակամից բարի մայտասյան մեջ չկա։ Եվ ես ձեր նկատմամբ անակալից վերաբերում չունեմ։ Խնդրում եմ չսարքել, սանկցիայի կիրառման հիմքերը չսարքել համոզանք տալու պիտակներ կպցնելու իրավունք չունեք։ Ջանգիրյանն էլ շատ միամիտ մարդ է, 10 սպանվածների գործերով մատի խփող չկա։ Դրանք բացահայտ կոչվում են, ինքնօրինականություն ու բարոյականություն է հիշել, ամեն դատապարտվածների մասին է խոսում, թող փառտանացնում, որ կենդանի են մնացել։ Եղավ, ինչ պատահեց մարտի 1-ի մայրուց գործի 7-ի գործի հետ, հիշում եք զգուշացնում էի, որ մեղադրանքները փուչիկ են, պայթելու են, ու այդ գործից մնալու է միայն Մալխասյանի հայտնի ձողը, Փիլոյա։ Վստահ եմ, որ ուշադրությամբ հետևում է, թե արդարադատության ինչպիսի խեղճ կատակցության, ծանրուծանակի են վերածվել փոփոխված ու մասնատված մեղադրանքներով ընթացող դատավարություն։ Աշտում անհնար է, ուզում արշակը չլինի, կիրակոստնի մարտիրոստնի։ Արշակին աղում են, որ արշակն է։ Իդը հաստատնի, երես կիշեր չի գրվել։ Այդ կապ չունի, սրանք իրենց լուծելու խնդիրները չեն։ Այս խնդիրը քաղաքական դաշտում պիտի լուծվի ու լուծելու ենք։ Շո, հետեք նայեք փիլիսոփայրը։ Բոլորը այդպես կողմը հանրավակի, մի օգի բացակայական գալեմ նետապետը։